Աշխարհում 1 լիտր քաղցրահամ ջուրն ավելի թանկ է, քան նավթի լիտրը, ասում է Վլադիմիր Մովսիսյանն ու հավելում. Սևանա լիճը բացառիկ է, այն քաղցրահամ ջրի ամենախոշոր ջրաղբյուրն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Սևանա լճի բնական ռեսուրսները շահագործվում են ուղիղ 80 տարի, այդ ընթացքում լիճը հետզհետե սկսել էր մեռնել, աղտոտվել էր, մակարդակն իջել, կենսաբազմազանությունը սպառվում էր։ Հայաստանի նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովը փորձում է շտկել իրավիճակը։ Վերջին տարիներին որոշակի աշխատանք է կատարվել Սևանի բնական պաշարների պահպանման, վերականգնման, վերարտադրության և օգտագործման ուղղությամբ։ Որպեսզի Սևանը վերակենդանանա, Վլադիմիր Մովսիսյանի խոսքով եռակի միջոցառումների շարք է անհրաժեշտ՝ լճի մակարդակի բարձրացում, մաքրության ապահովում, կենսաբազմազանության վերականգնում, շղթայի օղակից որն էլ պակասի, գործը գլուխ չի գա։ Բացի այդ, Սևանի երբեմնի ռեսուրսների վերականգնման համար ժամանակ է պետք։ Էկոլոգիական պրոցեսները վատացնելը ավելի կարճ ժամանակ է պահանջում, քան նույն այդ էկոլոգիական պրոցեսները վերականգնելը։ Այդուհանդերձ կորցրածը վերականգնելու համար քայլեր արվում են որոշ դեպքերում սպասվածից էլ մեծ արդյունավետությամբ։ Ջրի մակարդակի բարձրացումն օրինակ սահմանված գրաֆիկից 7 տարի առաջ է անցել։ 11 տարում Սևանի մակարդակը բարձրացել է մոտ 4 մետրով։ Հիմա լիճը 1900 մետր 57 սանտիմետր խորություն ունի։ Սևանա լիճը նաև մաքրվում է, եթե մի քանի տարի առաջ լճի կենտրոնում լույսը միայն 4 կիլոմետր էր թափանցում, հիմա մինչև 11 կիլոմետր թափանցելիություն է ապահովվում։ Արդեն մեռնող չէ, այլ վերակենդանանում է։ Ուրեմն մենք դեռ անելիքներ շատ ունենք, որ նա դառնա օլիգոտրոֆ լիճ։ Ամենալուրջ հարցը շարունակում է մնալ ձկնային պաշարների խնդիրը, կտրուկ անկում կա։ Էնդեմիկ տեսակների արհեստական վերարտադրությունը խնդրի լուծման դեռևս միակ միջոցն է։ Հանձնաժողովը պատրաստվում է առաջարկել նաև 3 տարով արգելել արդյունագործական ձկնորսությունը, քանի դեռ չի կարգավորվել ձկան անօրինական որսը, խնդիրը չի լուծվի։ Ցոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։